Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է անսահման հարստություն, բոյով դավադրություն եւ կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչեսա մեր հետ ասա, ով է սա, կանվեսա, Այո։ Այդ լավ է, որ առանց իմանալու ինչ եմ ասելու մի անգամից համաձայնվում ես։ Այսինքն։ Հեսա կհասկանաս։ Իսկ հիմա ուշադիր լսի ինչ եմ ասում։ Ես ամեն ինչ գիտեմ քո մասին, մասնավորապես թե դու ինչ նպատակներով ես դարձել Կորյունի պես, ու պատրաստվում եմ իմ ինֆորմացիայով կիսվել Կորյունի հետ, եթե իհարկե իմ պահանջները չկատարես։ Իսկ ով աղա, ում եք ուզում դուք։ Ալո, լավ չի լսում, մի քիչ, ալո։ Մանուկ, մի խառնվ իրար, ես եմ Սաքունը։ Հրոբետ ինչ ապուշ ես դու Սաքո, ես չէի խառնվել։ Այդ մեկի իզուր, որովհետև ես իրոք կարող եմ Կորյունին ամեն ինչ պատմել, եթե դու չսկսես ինձ ֆինանսավորել։ Սաքո, ամեն անգամ նույն բանն ես ասում։ Նենց է ստացվել, որ աշխատավարձս գիշերը ծախսել եմ, ու եթե այսօր տուն փող չտարա, լավ չի լինի։ Ու մի մոռացի, որ այս բիզնես էր, ու ես տեղի ներդրումներ ունեմ։ Հիմա էլ ուզում եմ եկամուտ ստանամ, մանուկ ջան։ Հենց որ ամեն ինչ արդար է, չէ՞։ Հա, արդար է, Սաքո, դու ես ինձ սանութացրել անուշքի հետ։ Դու ես այնց արել, որ ես դառնամ Կորյունի պես, բայց ես չեմ կարող Կորյունի փողերը միանգամից ինձնով անել։ Ինձ դրա համար ժամանակ է պետք։ Ու լավ կլինի դու ինձ չխանգարես։ Ես մի հատ այնտեղ ես հեսա կգամ։ Ոչինչ, կիստուկ, հետո ավելի ցավոտ է լինելու։ Ես ինչ ձեներ։ Երբ Էդիտան ու պապին միաժամանակ տանն են, սենց ձեները քո համար շուտով սովորական երևույթ են դառնում։ Հա, բայց մալադեց Կորյուն Անուշավանիչին, հա։ Ինչի՞։ Դե մալադեց իրան էլի, որ կարում այդ կնգահետ յուլա գնա։ 2 րոպե խոհանոցում տեսա հազիվ ինձ զսպեցի։ Իմ կնիկը լեր, չէ, ամեն կլոր ժամի ծեծկուտ էր։ Սաքո, իսկ ինչ կնոջ ես պատկերացնում քո կողքին։ Կանաչ։ Ինչ։ Որոշել եմ, կանաչ գույն ենք ներկում։ Այնց որ Սաքո ներկերը վերցրու անցի գործի։ Եղավ, շեֆ ջան։ Բայց դարպասն եմ մենակ ներկում, թե կողքի պատնել հետը։ Այդ որ մենակ ես ներկելու հետ հաստատ։ Բայց հա, արի կողքի պատնելն էր։ Միշիկներ 2014։ Ինչ։ Անուշավան Կորյունիչ։ Ավելի ճիշտ Անուշավան Կորյունիչը քեզ մի հատ նվերա պատրաստել։ Երեք որ հարցրեցիր այսօր ինչ օր է, որոշեցի քեզ օրացույց նվիրել։ Բայց ես տենց բան չեմ հարցրել։ Հա։ Հա, երևի շփոթում եմ։ Ուղղակի այսօր օրացույցների միջազգային օրն է։ Բոլորը իրար օրացույցներ են նվիրում։ Դու ումից ես պակաս որ։ Կտանես, պատիցդ կկախես, օրն էլ կիմանաս։
Օրացույցների միջազգային օրն է։ Ինչ այսօր ամսի քանիսն է։ Ոչ դիտի շկապ ունի որ։ Համել տեսար էլի օրը չգիտես։ Դենց օրես հաստատ քեզ պետք կգա։ Կախի պատիցը տայզի։ Այո, Կորյուն Անուշավանովիչ, ձեզ մոտ գազի վարչությունից են եկել։ բարով են եկել Ռիմա։ Ասա թող մի քիչ սպասեն, խիստ զբաղված եմ։ Կորյուն Անուշավանովիչ, ներեցեք իհարկե։ Ուղղակի ես ընդամենը 1 րոպե կխլեմ ձեր թանկագին ժամանակից։ Պարզապես պայմանագիրը ստորագրեք ու ես գնամ։ Ու հավատացեք, ես ձեզ կհայտնեմ իմ շնորհակալությունը։ Ես կասեի խորին շնորհակալությունը։ Այո, իհարկե, համեցեք, ինչի մասին է խոսքը։ Մի քանի վայրկյանից համեցեք։ Գազի գյոզալ։ Այստեղ ստորագրեք։ Գազի։ Շնորհակալություն պետք չի։ Ասա Էդիտա։ Ինչպես ավագրիկս։ Վերջացուր հայ այդ քո կենթանակերպի նշաններով խոսելը։ Դուրդ կգա որ ես քեզ ասեմ լավ եմ այցիկս։ Ասա ինչ ա եղել։ Զանգել եմ քեզ զգուշացնեմ, որ տանը քեզ երկու հատ ռումբա սպասում։ Ավելի ճիշտ բոմբ։ Ինչ բոմբ։ Մեկը ես եմ, դե մյուսն էլ կգաս հետո կիմանաս։ Այն ընկերուհիդ է եկել Մարիշա։ Չէ, երկրորդ ուրիշ բոմբա, որը քո գալուց հետո կպայթի։ Լավ չխանգարեմ, ինչ հանդիպում։ Ինչ բոմբ։ Այսօրվա համար նորվա բոմբը լրի վերիք է։ Շատ սիրուն դամբարանա, լավ էլ տեղավորվել ես։ Ինչա։ Դամբարան, որտեղ մարդուն իրերի հետ թաղում են մանուկ։ Ինձ քո տակտիկան լրիվ պարզ է։ Երեկոյան Կորյունը գա հələ տեսնեմ այդ ժամանակ ինչ ես անելու, որ ես պատմեմ ինչ եմ լսել։ Իսկ ինչ եք լսել։ Ոչ մի կարևոր բան։ Ընդամենային, որ դու ուզում ես Կորյունի փողերը յուրացնել։ Դուք համ ճիշտ եք, համ սխալ։ Այսինքն Այսինքն դուք ճիշտ եք լսել, ուղղակի
Սխալ եք հասկացել, ես իմ ընկերոջ հետ կատակով խոսում էի, ես չեմ պատրաստում տես բան անել ու ձեզ խորհուրդ կտամ, որ բոլորին ձեր արժինով չչափել։ Լավ, դու ավելի լավ քո կյանքի վերջի րոպեները իմ վրա չծախսես։ Զանգի ձերոնց ասա ինչքան ես իրանց սիրում։ Իսկ ես ձեզ խորհուրդ կտամ ժամանակ չկորցնեք ու Կորինան ու Շավաննչի մոտ վատամարդ դուրս չգաք։ Մանավանդ որ ինքեզ վերջերս ինձ ավելի է վստահում, քան ձեզ։ Դա դեռ կտեսնենք։ Բարև Անուշիկ ջան, ո՞նց ես։ Լավ, դու ո՞նց ես։ Ո՞նց հանգստացար։ Կամ քո ստանդարտներով ասած, ինչքանի հանգստացար։ Հուսով եմ նենց ես արել, որ պապայիս դրամապանակը մի լավ թեթևանա։ Թե չէ խեղճ մարդը շատ էր նեղվում ծանրությունից։ Լավ, ես գնամ։ Հաջողություն։ Ման քեզ լավ չես զգում։ Չէ, ոտքս ացավ, մի քիչ կանցնի, անջան։ Բայց Էդիտան ինչ էր ասում, ինչը դեռ կերևա։ Էդիտան ասում էր, որ ես էլ նախորդ հաշվապայի պես ստեղ երկար չեմ կարողանա աշխատել, ես էլ արժարկեցի, ինքն էլ ասեց դա դեռ կերևա։ Մանոկ, դու Էդիտայի խոսքերին ուշադրություն մի դարձրու, ինքը անիմաստ խոսում է։ Գիտեմ, անջան, գիտեմ։ Քեզ մոտ ինչ կա, ինչ նորություն կա։ Ոչ մի հետաքրքիր բան։ Սրտխառնոց գլխապտույտ բան տես բաներ չկա։ Մանոկ, ամեն օր կարելի է նույն հարցը տալ։ Չէ, ոչ մի բան էլ չկա։ Ես խոսք եմ տալիս, եթե ինչ-որ մի բան լինի, դու երկրորդը կիմանաս։ Առաջինը պապատա չէ իմանալու։ Չէ, առաջինը ես եմ իմանալու, երկրորդը դու։ Լավ, ես գործեր ունեմ, հետո կխոսենք։ Ես աղջկան բացատրի, որ եթե Կորյուն Էդիտային հավատաց, ես ավելի շուտ նորություն կունենամ, քան ինքը։ Ապրես։ Են ինչա։ Մի հատ էլ բարև պապա ջան։ Ուրեմն ով որ մտածում է, որ բրենդերը կարակախի վրեն ու իմ նկարի վրա թքի, մտքի նսա։ Եղավ այդ գովազդային բահանակ։ Յակուարը, հիմա էլ գլուխս պոքի։ Դու մեռավ Էդիտա։ Դու մեռավ, մորթելու է։ Պապայա։ Ապա։ Մի անգամից երևում է, չէ՞ որ Էդիտան վերադարձել է։ Պապա ջան, խնդրում եմ, բան մի ասա։ Ես իրան ոնց պետքա կպատժեմ։ Բայց դու գիտես, որ… Ինքը սխալ է, ես գիտեմ, կներես, էլ չի կրկնվի։ Կորյուն աղբոր պես թողես իմ հարցերը այս անգամ լուծեմ։ Բայց ես ոնց հասկացա, դու ուզում ես Էդիտայի հարցերը լուծես։ Էդ թող ինձ վրա։ Շեֆ ջան, կլինի ես այգու ճոճանակին մի քիչ պարկեմ քնեմ էլի, գիշեր ինչ-որ լավ չեմ քնել։ Դե ուզում եի ասեի։ Կներես շեֆ ջան։
Էդիտա բաց արա, ես եմ։ Դու ես, հաստատ դու ես, պապա կարողա դու ես։ Դե բաց արա, Էդիտա ասում եմ ես եմ։ Դե որ դու ես, դե ասա մամայիս իսկական անունը ինչ ա։ Քարայցիկ։ Երբ ես դու վերջապես սովորելու, որ իմ մամայի անունը Քարայցիկ չի, Այցեմնիկ ա։ Ինչ ա եղել, ինչի ա պապան ջղայնացել։ Կորինչիկ ջան, ես մեղավոր չեմ, ես սուրճ էի խմում, ուղղակի պատահական ծիծաղացի ու սուրճը թափեց իրա դեմքին։ Հետո էլ միամիտ գլուխը պոկեցի։ Հանգիստ։ Մենակ իրար մի խառնովի։ Ամեն ինչ լավ ա։ Ջուր խմես։ Չէ, մերսի։ Նորվա պատմածիցդ բան չհասկացա, Էդիտա։ Բայց մյուս անգամ չկրկնվի։ Դե ասա տեսնեմ ինչ բոմբ ես նախապատրաստել ինձ համար։ Դե բռնվի։ Բռնվի ասում։ Ուրեմն քո փեսան ավելի շուտ տնփեսան։ Քո աղջկա հետ ամուսնացել ա քո փողերի համար, գիտես։ Ու վերջ։ Ես այդ ինչքան ժամանակ առաջ էի ասում։ Տենց բան չկա, Էդիտա, ամեն ինչ փորձած ա, Մանուկը տենց բան չի անի։ Ես ինքս եմ լսել։ Մանուկը հեռախոսով խոսում էր, ու երբ որ ինձ տեսավ, բալկոնից իրան գցեց։ Այն այ, որ ասիր, ես նոր բան արեցի, ինչ որ բան չկա։ Փաստորեն, պապայի գլուխը պոկվել ա, Մանուկն էլ իրան գցել ա։ Ես ինչ բոմբոր ա։ Մանուկ, այդ փողը ճարեցիր։ Սա քո աղբորպես գնաց տեղից, հա։ Ոնց որ լավ չես հասկանում, հա ինչ եմ ասում։ Ոնց որ դու ինձ լավ չես հասկանում։ Ես ու դու որ հեռախոսով խոսում ենք Էդիտա սաղ լսել ա, ու հիմա երևի Կորյունին պատմում ա։ Լուրջ ես ասում։ Չէ, սա քո կատակ եմ անում, չես տենում բոլորը ծիծաղից մեռել են։ Բա ինչ ենք։ Ինչ ես անելու։ Ես բան չունեմ անելու, ինչ անի Կորյունն անելու։ Մանուկ ջան, դե ես գնամ։ Դու աշխատի, քեզ չխանգարեմ։ Համել Կորյունը չգա երկուսիս միասին տեսնի էլի։ Թռի, մենակ թռնելուց գուշ կլնես, որ ոտը չջարդես։ Դեբիլ։ Հո, շեֆ ջան։ Բա ուր ա Սաքո։ Հենա։ Չէ, ճոճանակը։ Չասացիր գնում ես ճոճանակի մոտ։ Հա, շեֆ ջան, ուղղակի ասացի մի հատ Մանուկ Յանին բարևեմ նոր։ Հեղավ, շեֆ ջան։ Բա, ինչ կա ապեր։ Ամեն ինչ նորմալ ա։ Բա այդ ոտդ ինչ ես արել։ Չնայած Էդիտան ասեց ինչ որ բալկոնից ես ընկել, հա։ Էդիտան ճիշտ ասել։ Ոնց ճիշտ ասել։ Ես ուղղակի առավոտից որ աշխատում էի, մի քիչ ուղեղս մորել էր։ Իսկ ես էլ կարդացել էի, որ թարմանալու համար արյան շրջանառությունը պետք է լավացնել, իսկ արյան շրջանառության լավացնելու համար ամենալավ միջոցը դա ադրենալինի բարձրացումն է։ Ես էլ որոշել էի բարձրանալ պատշգամբի բազրիկի վրայով քայլել։ Բարձրանալուց հետո փոխի հայրեն։ Բալկոնի բարձրացա ես բալկոնի
Ռաշոտկաների վրա քայլում էի, մեկ էլ տիկինեզի տան պատահաբար մտավ, ես էլ անակնկալ էի կա, որ ինքը եկել է, ես չգիտեի ու ես պատահաբար պատշգամբեց ընկա։ Մանուկ դու ոնց որ դասատուի աշխատավարձելն ես։ Ինչի։ Խնդալու ես, աբեր։ Ասում ես ադրենալին, հա։ Իհարկե, Կորինան, կարող եք ինքներդ էլ կարդալ, տեսնել, որ ադրենալինը թարմացնում է։ Լավ աշխատի, չխանգարեմ։ Էդիտա, քո բախտը բերել է, որ ես քեզ լուրջ չեմ ընդունում։ Թե չէ որ լուրջ ընդունեի, քեզ էլի կուղարկեի արձակուրդ։ Մասնավորապես հորդ տուն, մասնավորապես առանց իրերիդ ու մասնավորապես ընդմիշտ։ Բայց ես Ոչ մի բայց դու, ոչ մի բայց դու։ լավ, Լավ ու բզզով փլավ։ չեմ անի, ոչ մի բան էլ չեմ անի, միջև ապացույց չունենամ։ Սակո, ես քնած ես։ Հա, շեֆ ջան, մեղքս ինչ թաքցնեմ։ Աչքերս չեն ենթարկվում ինձ։ Ուղեկցը մեկ-մեկ անջատում է։ Դե վեր կաց լուրջ մարդկանց հետ հանդիպման են գնում։ Շեֆ ջան, չեմ կարող քշել։ Արի ասենք, բայց տաքսի կանչենք։ Ես կարող եմ ղեկին աչքս կպնի գնանք մի փորձանքի գանք։ Յալ ասում եմ լուրջ մարդկանց հետ հանդիպան եմ, տաքսի կանչեմ, տաքսիով գնա։ Տաքսի։ Լավ, ես մատ թարմանալու ընտիր ձև գիտեմ։ Հələ վեր կաց, Սակո։ Ավելի աշխուժ, ավելի հավարցակ, Սակո։ Աստորեն քեզնից հա։ Լավ, Սակո, վեր կաց, ուշանում ենք, գնացինք։ Սակո։ Սակո։ Սակո, վեր կաց։ Ինչ է, այդ աղա։ Սակո։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կամ ինչ է սա մեր հետ ասա, ով է սա, կանպես